Որմնանկարները, որ տեսնում եք, բաղկացած է 3 մասից։ Երկնքից թափվում են ջրեր։ Ճիշտ, եւ կողքին մայր փայտե սնդուկ է, որ Նոյի տապանի խորհրդանիշն է, այսինքն ջրհեղեղն է բացատրում։ Աստծուն ենք տեսնում, հետո Սուրբ Հոգին իբրև աղավնի եւ գալիս ենք ցած Մարիամ Աստվածածին եւ Հիսուս Քրիստոս իրենց աջ կողմում Հովանես Մկրտիչը, որը ձեռքեր բացել է։ Եվ հետո առաքյալները, 5 տակարանի մարգարեները գալիս ենք մինչև հասնում ենք մեջտեղի այդ մարդ։ Եթե տեսնենք նոյքերը խաչը քրկի։ Ինքը խոջ ավետիկն է, որ տեսանք ընդդեմ իր նկար, ինքը այս եկեղեցի հովանավոր եւ ներդրողն է եղել կառուցման։ Գալիս ենք ցած մեր լավ ու վատ արարքների նամակներն ենք տեսնում, մեջտեղը Միքայել հրեշտակին ենք տեսնում, որ այդտեն ինքը սատանային հաղթել է եւ ունի իր ձեռքը շերտ, որ կշռում է մեր լավ եւ վատ արարքները, ովքեր լավ գործերն գնում են դեպի դրախտ եւ ովքեր որ վատ են եւ չարիքի են ենթարկվել, ընկնում են դժոխք։ Ջուղայի առաջնորդները ինքան իրանք նվիրված են եղել հայության եւ ջուղայի քաղաքին, ասեն թեկուզ մեր մահանալուց հետո մենք սիրում ենք նույնությամբ ծառայենք հայության եւ մեզ իստեղ թաղեք հարմը անգամ անցնելով միայն հենց մեր անուն հնչվելով եւ Աստծո անուն ասելով այդ ճիշտ մեր ծառայությունը շարունակապար թեկուզ մյուս աշխարհում է կատարվում։ Գավազանի նշան կարող եք տեսնել վիշապի եւ օձի նշանը, որ խորհրդանշում է Մովսեսի հրաշքի միջոցով, որ ինքը իր գավազանը արդեն փոփոխություն է տալիս օձի եւ ուտում է փարավոնի լրիվ օձը։